Հարգելի հեռուստատողներ, հեռանկար այսօր հյուրընկալել է քաղաքագետ Հարա Պապյանին։ Բարև ձեզ, պարոն Պապյան, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ։ Փորձենք միասին ամփոփել անցնող շաբաթը, սկսենք իհարկե Իրանից։ Ձեր կարծիքով որ ուղղությամբ են զարգանում իրադարձությունները այս հակամարտությունում։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը իրենց արժեվ խնդիր են դրել թույլատնելու ռազմական եւ քաղաքական կարողությունները Իրանի եւ մենք տեսնում ենք, որ նախորդ օրի ընթացքում այս թիրախավորվում են հիմնականում այդ կենտրոնները եւ կարծեք թե այդ մասով հաջողություն ունի։ Քաղաքական առումով այն է իշխանապողության առումով դեռևս անորոշությունները շատ են, բայց դե Թրամփը 5-ից 6 շաբաթ էր տալիս արդյունքներ հասնելու համար, պիտի սպասենք եւ հետևենք այդ զարգացումներին։ Այսինքն պատերազմը շարունակվում է եւ խորանում է եւ այն առաջնային սցենարը շատ արագ հաղթանակ կարծես թե տեղի չունեցավ։ Գիտեք, շատ արագ հաղթանակի մասին ավելի շատ լրատվամիջոցներն են խոսում, քան ամերիկյան պաշտոնական դիրքորոշումը։ Չէ, տեսեք, երեք ինչ էր ասում Թրամփը, ասում էր մենք արդեն հաղթել ենք։ Հենց առաջին րոպեներից մենք արդեն հաղթել ենք, բայց հետո ասում է, որ այս ամենը կշարունակվի այնքան, ինչքան պահանջում է։ Հետո Թրամփի խոսույթի մեջ եւ վարչակազմի այդ պաշտոնական տեղեկությունների մեջ որոշակի տարբերություններ կա։ Թրամփի համար ամեն ինչ հաղթանակ է եւ ինքը իր բնույթով էլ մենք նկատել ենք շատ ասիրում օգտագործել նման բառեր, բայց ասելով հաղթանակ ինքը նկատի ունի, որ ըստ էության Իրանի հակահարթիռային եւ հակաօդային պաշտպանությունը ոչնչացված է Իրանի նավատորմի 70%-ը եւ ձգտումը Իրանին ներքաշել պատերազմի մեջ արաբական երկրներին չի ստացվել։ Եվ Իրանը մեկուսացված է։ Ռուսաստանը եւ Չինաստանը, որոնք իբր հանդիսանում էին դաշնակիցներ Իրանի համար, մենք տեսնում ենք, որ որևէ քայլ չեն անում բացի հայտարարություններ անելուց, առավել եւս օրինակ Չինաստանը ստիպեց Իրանին բացել գոնե մասնակցորեն Հորմուզի նեղուցը եւ այդ արտահանումը վառելիքի շարունակել։ Դրա համար մենք երևի ավելի պիտի պետք քարտուղարության եւ Պենտագոնի ավելի այսպես մասնագիտական կարծիքներին հետևենք, քան Թրամփի։ Թրամփը բնականաբար ինքը ներկայացնելու ամեն ինչ ներկայացնելու է հաջողություն։ Հիմա ցավոք սրտի գիտեք, աշխարհում շատ տարածված է, գրեթե բոլոր քաղաքական գործիչներն էլ ոնց ընթանում է, լավ կամ վատ, ասում ենք այդպես էլ ծրագրավորել էինք, դա մեզ համար մեծ հաղթանակ է, Թրամփն էլ այդ ոչի մեջ է։ Պարոն Պապյան, տեսեք, վնասների կորուստների մասով էլ տեղեկությունները խիստ հակասական են։ Ամերիկյան կողմը հայտարարում է, որ մարդկային կորուստների թիվը չի գերազանցում նույնիսկ 1 տասնյակը, մինչդեռ իրանական կողմը ասում է, որ հարյուրավոր, 100-ից ավելի, չգիտեմ, ամերիկացի սպաներ են ոչնչացվել, իսրայելցի զինվորականներ, իդեպ Իսրայելի կորուստները եւս շատ քիչ են ըստ իսրայելական կողմի հրապարակումների։ Այս խիստ հակասությունների մեջ տեղեկատվական որտեղ այդ ճիշտը գտնել։ Գիտեք, կա հայտնի խոսք, որ ասում է երբեք այդքան սուտ չի ասվում, ինչքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ եւ որսից հետո։ Հիմա պատերազմի ժամանակա երկու կողմերն էլ չափազանցելու են, կեղծելու են, ստելու են, դա ամբողջ չկա, բայց մենք եկեք հարցին հետեւյալ երկով նայենք։ Այդ մարդկային կորուստները, եթե ընդունենք անգամ 10 չեն, այլ 110 է Միացյալ Նահանգները, էլի բան չի փոխում։ Խնդիրը հետեւյալն է, արդյոք այն ռազմական կարողությունները, որը Իրան ուներ մինչև պատերազմը, դա պահպանելու է թե ոչ։ Մենք հիմա տեսնում ենք, իսկ դա արդեն հավատալու է, որ հիմնական միջուկային կենտրոնները ոչնչացված են։ Այսինքն, եթե Իրանը պիտի դա վերականգնի նորից, իրեն ուրեմն Իրանին տարիներ, եթե ոչ տասնամյակներ եւ հարյուրավոր միլիարդավոր դոլարներ է նորից պետք լինելու։ Մի խնդիր, որ դեռևս չի կարողացել լուծել Միացյալ Նահանգները, դա այն 450 կիլոգրամանոց հարստացված ուրանումն է, որը հենց խնդիր ունեն, որովհետեւ հարվածել չեն հարվածում, գիտեն որտեղ է, որովհետև արտահոս կարող է լինի, դա հարստացված ուրանիում է, այսինքն weaponized ռազմական կարողություններ ունեցող դրա համար։ Իսկ հետագա շարունակելու կարողությունները արդեն ոչնչացված են։ Գիտեք, նույն ձևի նպատակ չի դրվել Իրանին բնակչության կամ մարդաքանակ ոչնչացնել, այնտեղ էլ շատ չի։ Մոտավորապես 1900 հոգի է զոհվել, ներառյալ նաև այդ դժբախտ պատարագը եւ ես ցավակցում եմ իրան, ժողովուրդ այդ դպրոցի աղջիկների դպրոցի զոհերին, թե պիտի ընդունենք նաև, որ դա հետևանք է նրա, որ թիրախները գտնվել են
դպրոցի մոտ կամ ավելի ճիշտ դպրոցն է գտնվել այդ թիրախների ներսում, հենց այդ պատճառով ա եղել։ Դրա համար այսպես է խնդիրը։ Մեզ հայկական շահի տեսակետից պիտի նայենք հետևյալ ձև, իմ կարծիքով։ Եթե այս պատերազմը այսպես ընթանալու է դեռևս առնվազն մի քանի շաբաթ, բայց Իրանում իշխանափոխություն չլինի, դա մեզ համար ամենավատ տարբերակն է, որտեղ Իրանը պատերազմի դուրս է գալու շատ ավելի թուլացած, հետևաբար Իրանի հարևանները, մասնավորապես Թուրքիան եւ Ադրբեջանը, իրենք շատ ավելի լկտի են պահելու եւ Իրանին եւ մեզ։ Թուլանա, Ադրբեջանն ու Թուրքիան կուժեղանան, դա ձեռնտու։ Այո, եթե իշխանափոխություն չեղավ, եթե իշխանափոխություն եղավ, Ադրբեջանը կկորցնի ստրատեգիական կարևորություն Իսրայելի համար եւ Արևմուտքի համար, որտեղ Ադրբեջանը պլացդարմ է Իրանի դեմ, բնականաբար այդ Իրանի դեմ այլևս նա չի գործի եւ հակառակը կսրվեն իսրայելա-թուրքական հարաբերությունները, որտեղ ինչպես հայտարարեց Իսրայելի նախկին վարչապետը, հաջորդ Իրանը, հաջորդ թիրախը մեզ համար Թուրքիան է, որտեղ Թուրքիան այսօր ավելի վտանգավոր է Իսրայելի համար, քան մինչև իսկ Իրանը։ Իսկ իշխանափոխության հավանականությունը հիմա մեծ է կամ գնալով ըստ իրադարձությունների զարգացման ավելի մեծանում է։ Գնալով մեծանում է, որտեղ բնական այն զսպող ուժերը, գործոնները, որը կան ոչնչանում են, բայց սա չի նշանակում, որ այդ քանական փոփոխությունները անպայման բերել են որակական փոփոխությունների։ Դեռևս, ոնց ասած, նախապատրաստական փուլն է։ Դեռևս ընդդիմությանը կոչ է արվել փողոց դուրս չգալ, որպեսզի զոհեր չտան։ Հիմա թիրախավորվում են ոստիկանական եւ սեփահների, այսինքն հեղափոխության պահապանների կենտրոնները, այդ թվում Բասիջը իրենց հեղափոխության պահապանների այն թևն է, որը ճնշում է ժողովրդին եւ նրա ղեկավարը ոչնչացած ես մյուսներ։ Հիմա ես ենթադրելով այն հանգամանքից, որ փոքր ոչ ռազմական նշանակություն ունեցող թիրախները, ոստիկանական թիրախները ոչնչացվում են եւ յուրաքանչյուրի վրա ծախսվում մի քանի միլիոն դոլար, որտեղ այդ հարտիղները թանկ են։ Սա իմաստ կունենա, եթե պիտի Ամերիկան գնա եւ Իսրայելը գնա մինչեւ վերջ, այսինքն իշխանափոխություն անի։ Հակառակ դեպքում ոստիկանական ուժերի ոչնչացումը որևէ իմաստ չի տալիս ռազմական տեսանկյունից, եթե խնդիրը միայն ռազմական թուլացման մասին լիներ։ Պարոն Պապյան, բայց իշխանափոխությունը չի կարող միայն Ամերիկայի կամ դրսի ցանկությամբ, այն ավելի շատ ներսից հասունացող process է, չէ՞։ Հիմա մենք կարող ենք ասել, որ հենց ներսից արդեն հասունացել այն քրիտիկական կետին է մոտենում, որից արդեն հետո լինելու է իշխանափոխության, կամ եթե ավելի կարճ ձևակերպեմ, արդյոք իրանցիների մեծ մասը դեմ է ներկայիս իշխանություններին։ Նայած աղբյուրներ, տարբեր բան են։ Եթե Իրանի ընդդիմադիրներին ես լսում, նրանք ասում են 70-80%-ը դեմ է։ Եթե իշխանությանն ես լսում, իրենք ասում են, չէ, գիտեք, մեր կողմ են։ Բայց իրողությունը հետեւյալն է։ Եթե իշխանությունը վստահ էր, որ ժողովրդի մեծ մասը իր կողմ են, ինչ են փակել բոլոր տեսակի լուրերի դուրս գալու հնարավորությունը, թվում նաև ինտերնետը։ Այդ թողեք, թող ժողովուրդը նկարեր ցույց տար, թե ժողովուրդը ոնց աջակցում իշխանություններին։ Փակ երկիր է։ Չէ, բայց ինտերնետ ամեն դեպքում եղել է, այդ կապը եղել է, այսինքն եթե դու ոնց որ ասած ունես ժողովրդի աջակցությունը, դու ավելի բաց հասարակության կողմնակից ես, որ տեսնեն ժողովուրդը քեզ աջակցում է։ Հիմա հաշվի առնելով այն հանգամանքին, որ դեմոգրաֆիկ առումով Իրանի ժողովրդի մեծ մասը երիտասարդ է, մինչև 35 տարեկան է, հիշենք 70 թվականին 35 միլիոն էր Իրանի բնակչությունը, հիմա 93 միլիոն է։ Այսինքն դրանք ծնվել են 70-80 թվականներից հետո են ծնվել։ Երիտասարդները չպետք է ուզենան այդ պահպանողական ավելի շատ։ Բնականաբար, այսինքն ինչի պիտի 30, 40 կամ 20 տարեկանը ուզի ապրել այն ձևով, ինչ իրեն պարտադրում է 85-86 տարեկան ծերունին, այն էլ 7-րդ դարի գրված ինչ որ մի գրքի կանոններով ասում է դու այսպես պիտի ապրես։ Չի ապրելու, ինքը ուզելու է, հատկապես այսօր բոլորի աչքը բաց է, ոնց որ ասած տեսնում են, որ աշխարհում ինչ է կատարվում։ Դրանից ենթադրելով եւ նաեւ շատ եմ եղել Իրան, շփվել եմ, լեզվին տիրապետում եմ, այո, ժողովուրդը չի ուզում այդպես ապրի։ Նաև պիտի հաշվի առնել, որ հատկապես վերջի տարիներին տնտեսական վիճակը ավելի վատ է։ 30-ից 40% տարեկան փոխարժեքազրկվել է, ռեալ արժեքազրկվել է։ Ինչու հիմա օրինակ նույն Իրանից ավելի քիչ զբոսաշրջիկներ կան, որովհետև իրենց համար շատ բաց են, որ փակել են երկիրը, խորհուրդ չեն տալիս, այդ թույլտվություն չեն տալիս։ Նաև որ իրենց համար արդեն համեմատած անցյալ տարվա նախանցյալ տարի գրեթե 2 անգամ թանկ է Հայաստան գալ, որտեղ այլ շատ ռեալ պիտի փոխանակեն դոլարի, որ նույնպիսի կյանք Հայաստանում ունենան։ Երևի ձեր ասացի մասնակի այսպես դրսևորումները մենք այստեղ ենք տեսնում, երբ որ այդ տոն օրերին, այդ շրջանում շատ իրանցիներ գալիս են այստեղ եւ տեսնում ենք, որ ավելի այսպես ազատ կյանքով են փորձում այդ մի քանի օր ապրել։ Բնականաբար, որովհետև մարդիկ բնական ձգտումներ ունեն։
Այն սպասելիքները, որ կապված էր իսլամական հեղափոխության հետ, չարդարացվեց ըստ էության։ Ավելին, երկիրը հայտնվեց պատժամիջոցների տակ եւ ղեկավարները, ինչպես շատ երկրներում ա լինում, ղեկավարները վատ չեն ապրում, իրենք լավ են ապրում, բայց ժողովրդի վիճակը ավելի վատանում է։ Մյուս կողմից, երբ որ մենք տեսնում ենք, օրինակ, ինչ զինատեսակներ են, օրինակ նույն ավիացիան, ինչի այսօր մենք իրանական չենք նկատում, որովհետեւ Յակ-40-ներ, F-15-ներին դեռևս շահի ժամանակ դրանք են։ Ահա, իրենք արտադրում են շատ բաներ, բայց այն ինչ որ միջին տեխնոլոգիական հնարավորություն է, բարձր տեխնոլոգիաների համար դուք պիտի բաց հասարակություն ունենաս։ Այսինքն, պարոն Պապյան, մենք կարող ենք ասել, որ մինչև հիմա պատերազմը ընթանում է նույն այսպես ասենք ամերիկյան սցենարով։ Ասենք նվազագույն ծրագիրը, որ դրված է, դա իրականացնում են։ Կրկնում եմ, դա ռազմական քաղաքական կարողությունների չեզոքացումն է, որ դա անում են այդ կանը։ Քաղաքականին կհասնեն, թե չէ, շատ ավելի գործոններով է պայմանավորված, եւ դուք ճիշտ եք միանգամայն, դա արդյունքի կարող ասել ներքին ընդվզման դեպքում։ Հիմա որովհետեւ ներքին ընդվզումը տեղի ունենա, դրան զուգահեռ, այսինքն բացի ռազմական կարողությունների, ոստիկանական կարողություններն են ոչնչացվում, որովհետեւ նրանք, ասենք, ժողովրդի վրա չկրակեն, չջարդեն, չկոտորեն։ Մյուս կողմից մենք ունենք խորհրդակացություններ ամերիկյան ներքաղաքական կյանքում, դեմոկրատների եւ հանրապետականների միջև եւ Թրամփի նվազող վարկանիշ։ Այս նվազող վարկանիշն էլ ստիպելու է Թրամփին, որպեսզի ինքը պատերազմը մինչև վերջ տանի, այսինքն իշխանափոխություն, որովհետև եթե ինքը կիսատ թողեց, ապա աշնանը հրեական համայնքը եւ իրանական համայնքը դեմ են քվեարկելու իրեն։ Ասելու են, տեսար, սկսեցիր, ոչ մի բան չարեցիր, ժողովրդին ոտի հանեցիր, 30,000 մարդ կոտորվեց, ամեն ինչ կիսատ թողեցին։ Եվ հաշվի առնելով, որ դեմոկրատների եւ հանրապետականների քվեները շատ մոտ են, իսկ սպառնալիք կա նաեւ impeachment-ի, ինքը պիտի անի, որ իշխանափոխություն լինի եւ այդ երկու կարևորագույն համայնքների աջակցությունը ստանա։ Նշեցիք մինչև վերջ, այսինքն մինչև իշխանափոխություն, այսինքն սա այն սցենարն է, որը ձեռնտու է մեզ։ Հիմա փորձենք բացատրել, թե ինչով է այս սցենարը ձեռնտու են Հայաստանի շահերի տեսանկյունից։ Առաջինը անվտանգության տեսակետից, կրկնում եմ, Ադրբեջանը կկորցնի իր կարևորությունը Իսրայելի համար, հետեւաբար չի ստանա այն ռազմական եւ տնտեսական աջակցությունը, որ Իսրայելից էր ստանում, չի ստանա նաեւ հրեական լոբիի մեծ աջակցությունը Միացյալ Նահանգներն։ Դրանք սա երկու կարևորագույն գործոններ են, որովհետեւ այլևս պետք չի լինելու, ասա իր կարևորությունը կորցնի։ Մյուսը նա է, որ Թուրքիա եւ Իսրայել հարաբերություններն են լարվելու եւ արդեն լարված են Սիրիայում եւ մենք տեսնում ենք դրան գնում, հա։ Թուրքիայի գլուխը ավելի խառը կլինի իր սահմանների հարավային մասում, Իսրայել եւ քիչ կմտնի մեր տարածաշրջան։ Մենք գիտենք, ինքը ինչքան միջամուխ ալնում հարավային Կովկաս, այնքան մեր դեմ է դա։ Եվ երրորդը, որը կարծում եմ, թերևս տնտեսական առումով կարևորագույնն է, դա այն է, որ Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան երթուղին կամ միջանցքը կսկսի աշխատել։ Իսկ դա արդեն ոչ թե տեղական տարանցիկ նշանակություն ունենալու, այլ համաշխարհային նշանակություն, որտեղ Միացյալ Նահանգների համար կարևորագույնը Չինաստանի դեմ դիմակայությունն է ես գլոբալ հակամարտության մեջ։ Ես Չինաստանին ինքը կարող է հակակշռի միայն հնդկական նույն եւ կամ ավելի էժան գնով ապրանքների եւ նույն որակի ու քանակի եվրոպական շուկա մտցնելով, ասենք դուրս մղելու չինական ապրանքները։ Հետևաբար դրա համար պետքա ցամաքային ճանապարհ, որտեղ ծովային ճանապարհը Սուեզը կամ Աֆրիկան շրջանցելով իսկապես խնդրավոր է։ Պարոն Պապյան, այս տարածաշրջանային զարգացումները Իրանի հետ կապված կարող են արդյոք ինչ-որ կերպ ազդել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա։ Այո, իհարկե կարող են ազդել։ Որ սցենարի դեպքում ինչ տարբերակով։ Այսօր աշխարհի երկրներին պետք է Հայաստանում ապա հայկական, ոչ հայկական իշխանություն, որտեղ բուն խնդիրն է սիրաշահել Ադրբեջանին եւ Թուրքիան։ Դրա համար մենք տեսնում ենք ԿՊԻ-ից վերելքը եւ դրսի աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ Այն պահին, երբ որ կսրվի Իսրայել-Թուրքիա հարաբերությունները, աշխարհին պետք է անել, որ Հայաստանն ունի ազգայնական, ոչ միայն ազգային, այլ ազգայնական իշխանություն։ Այդ դեպքում ուրեմն աջակցություն են ստանալու ազգայնական ուժերը։ Հիմա այդ լավ սցենարի դեպքում իշխանափոխության, որը պետք է տանի, այդ դեպքում
այդ սցենարի հավանական ազդեցությունը ինչպես կդրսևորվի մեր ներկայացուցիչներին։ Այս ընտրություններին չի ասցնի դրսևորվել, բայց ես կարծում եմ դա կդրսևորի դրանից հետո։ Բայց եթե դրած իրեր արդեն Երևան դուք նշում եք մի քանի շաբաթ հետո, ժամանակ է պետք, այսինքն այդ երկրները, որպեսզի մտնեն քաղաքական ծրագրով Հայաստան, ժամանակ է պետք, կառույցներ պիտի ստեղծվեն, պիտի հարաբերություններ զարգանան եւ այլն։ Մենք տեսնում ենք նախորդ այս ամբողջ շրջանում հակառակ, ոնց որ ասած գիծն է առաջ տարվել, Հայաստանը ապազգայնացնել, Հայաստանը արարատազրկել, Հայաստանին սարքել սովորական մի երկիր։ Իսկ երբ որ կգա Հայաստանի կրկնում եմ դերի աշխարհակական դերի կարևորությունը, այդ ժամանակ կհիշվեն շատ բաներ, որոնք այսօր մոռացության են մատնված։ Իհարկե քրդական գործոնը լինելու է կարևորագույն գործոնը գետնի վրա, բայց հայկական հարցը եւս վերաբացվելու է եւ վերելք ապրելու։ Համակարծիք եք, որ այս ընտրությունները ոչ միայն Հայաստանին հետաքրքրող մեր ներքաղաքական կյանքը որոշող ընտրություններ են, այլ նաև գլոբալ ընտրություններ են Հայաստանի վրա արևելյան եւ արևմտյան ազդեցության ուժերի ընտրություններ են։ Եվ եթե այդպես է, այս պայքարում ով է ավելի ուժեղ։ Գիտեք, հայ իրականության մեջ, այդպես քաղաքական իրականության մեջ, այսպես ասած, այդ հին բառը օգտագործենք արևելում, այսինքն կողմնորոշումը ամենակարևորն է։ Միշտ պայքար է գնացել, չէ՞, Բյուզանդիա, թե Պարսկաստան, չգիտեմ, Ռուսաստան, Թուրքիա, հիմա էլ ըստ էության նույնն է գնում, այսինքն հիմա մենք Ռուսաստան թե Թուրքիա ընտրության առաջ ենք կանգնած։ Ոչ թե Ռուսաստան թե Արևմուտք, այլ Ռուսաստան թե Թուրքիա, այդ ընտրության առաջ է կանգնած հասարակությունը։ Մենք որպես քաղաքական ուժ ունենք մեր տեսակների հավաքված ենք, հասկանում ենք, որ մենք այսօր բավարար ուժ չունենք իշխանությունը լրացնելու։ Իսկ այն ինչ որ գնում է դեպի արևմուտք, տեղավորվում է Թուրքիայից դրամաբանությամբ։ Չէ, այն Նիկոլ Փաշինյանը ինչ որ տանում է իբր արևմուտք, ինքը տանում է Թուրքիա։ Դա արևմուտքի պահանջները չեն մեր առջև։ Հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է տրամադրել, չգիտեմ, Գորիս Կորնիձոր երաշխ ճանապարհը Ադրբեջանին, դա հաստատ արևմուտքի պահանջը չի։ Արևմուտքը թրիպ է ստեղծել, իրան լրիվ բավարարել։ Դա արդեն Թուրքիայի պահանջն ու խնդիրն է։ Ես ասում եմ, դրա համար այսօր ինքն է այդ աջակցությունը ստանում եւ պատահական չի այդ Ֆիդանի այլոց աջակցությունը, ասենք Նիկոլ Փաշինյանին, որտեվ դա լրիվ տեղավորվում է համաթուրանականության քաղաքականության մեջ։ Այսօր դա արևմուտքն էլ է պետք։ Այսօր խնդիր է դրված Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցը։ Եվ շատ կարճ, բայց հարևանի հետ հարևանության քաղաքականության մեջ չի տեղավորվում։ Չէ, որովհետև հարևանությունը փոխադարձալ է։ Դուք չեք կարող ձեր հարևանի հետ լավ լինել, եթե ձեր հարևանը ամեն օր ձեր գլխին խնդիրներ է սարքում եւ թշնամություն է դրսեւորում։ Շնորհակալություն, պարոն Պապյան, հետաքրքիր զրույցի համար, այսքանը հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր քաղաքագետ Արա Պապյանը։